Սոցիալական դուետի հարգելի հետևորդներ, մեր հերթական հաղորդումն է եւ տաղավարում են հանրային գործիչ տնտեսագետ Հրայր Կամենդացյանը եւ հանրային գործիչ եւ կալասել ԿՊԱ-ական քարոզիչների մղձավաշ դարձած պատմաբան Արեգ Սավգուրյան։ Շնորհակալություն գնահատանքի համար, պարոն Կամենդացյան, մեր նախկին հաղորդումը նվիրված էր բանկային քաղաքականությանը եւ բավականին մեծ աղմուկ է հանել, բազմաթիվ հետևորդներ նաեւ արձագանքել են եւ ուղղակի շատերը պարզ չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանում նման դաժան վարկային, այսպես ասած, քաղաքականություն է եւ բանկերը իրականում չեն կարողանում ձևավորել այնպիսի ճկուն համակարգ, որ 100,000-ավոր մարդիկ ուղղակի չճկռեն բառից բուն իմաստով վարկերի տակ։ Քանի որ այս մասով դուք ավելի իրազեկված եք, ես կխնդրեմ, որ այս հարցի հետ կապված տակ ձեր հերթական մեկնաբանությունները, որտեղ ոնց որ տեսնում եմ բազմաթիվ հարցեր բաց են մնում։ Բանկերի հետ կապված պետք է արձանագրենք, որ Հայաստանում կա բանկային ռեզերվացիա։ Չափար արած տեղ, ժողովրդի համար պարզ հասկանալի պատմենք։ 18 տնտեսվարող, որոնք իրենց բանկի տեղ են դրել, բանկի տեղ, ստացել են սերտիֆիկացիա են ստացել, լիցենզիա են ստացել կենտրոնական բանկի կողմից ու այս արգելափակված, չափար արած տարածքում անպատիժ կերպով հետապնդում են, բռնում են, խոցում են, պարտքերի տակ են գցում մեր խեղճ ու կրակ բնակչությանը։ Բանը հասել է այնտեղ, որ պայմանագրի առանձին շիֆտներով գրած տողերը, որ կարդում ես, ոնց որ սարսափի ֆիլմ դիտես։ Տոկոսներ կան առանձին այս տուգանքներով, տոկոսի վրա տոկոս, այն տոկոսի վրա տոկոս, սպասարկման վճար։ Այդ ներողություն, շանգանգը նաև այդ սպասարկման վճարների տակ է թաղված, որովհետև նայում ես, որ դրանք հսկայական գումարներ են, էլի ահռելի գումարներ են։ Եվ պիտի ասենք, որ այս իմաստով այն անհուսալի վարկառուների ցուցակ որ առաջացել է, չէ՞, սև ցուցակել նրան ինչ որ ասում։ Այո։ Պատկերացեք, որ մարդիկ այլ հնարավորություն չունեն այս ամեն ինչից պարզապես փրկվելու, փախնելու։ Այն կարգի տոկոսներ, օրինակ, հասրեք մի օրինակ բերեմ։ Վերջերս մի բանկային գործ էր ուսումնասիրում, հենց այդ քաղաքացիներից մեկները խնդրեն, գնացել ենք հանդիպման շրջաններից մեկում, ուրեմն այս խեղճ ու կրակ մեր քաղաքացի, մեր հայրենակիցը, ասենց ասեմ, 1,600,000-ի վարկ էր վերցրել։ Դրանից մարել էր 900,000-ը, չէ՞։ Պարտքը ինչքան պետք է մնար։ Մոտավորապես 700,000։ Այո։ 700,000։ Որոշակի տոկոսներ Որոշակի տոկոսներով հաշվարկած վարկի պարտքը կազմում էր իր մոտ արդեն 4,200,000։ Այս մարդն ընկել էր ոչ թե ինչ-որ անհանգստության մեջ, աղերսում էր, ասում է դուք ոնց տեսնում եմ, որ հասկանում եք, այս գործից հասկանում եք, ծանոթ եք, խնդրում եմ, այս նամակը կազմեք, այն նամակը կազմեք, այդ գործը որ ծանոթանում եք, դեմ այստեղ ծանոթանալու բան էլ չկա։ Պարոն Կամենդացյան, ստացվում է, որ մարդը գնում է վարկավորման, հիմա չնշեմ կոնկրետ վարկի տեսակը, բայց ոչ թե վարկային պայմանագրի տակ է ստորագրում, այս տրկության, այլ գոյապայքարի բարաթի տակ է ստորագրում։ ավարտի, այդ մարդը, կոնկրետ այդ մարդը ասում էր տունս գրավ է արդեն դրված, ավտոմեքենաս գրավ է դրված, այս մեկն է գրաված, այն մեկն է գրաված, այս հասկա որ այս մարդուն մեկ հնարավորություն է մնացել, մեկ հնարավորություն հասկանալի, կոնե ընդունելի կամ չընդունելի Հայաստանի Հանրապետությունից փախնի։ Փախավ կփրկվի։ Չփախավ բնականաբար բանկ, քաղաքացի, կառավարություն այս շղթայի մեջ մեկ էլ բնականաբար շատ արագ հայտնվելու է ով դատական ակտերի հարկադիր կատարողը։ Այն ամռունչ տեսքով ամեն ինչ կտանեմ, ամեն ինչ հայրենիքի, հանուն հայրենիքի, հանուն բանակի, բայց իրականում հանուն բանկերի հարստացման։ Բանկերի հարստացման, դուք պատկերացնում եք sense բան, բանկերը $1 միլիարդ 100 միլիոն անցյալ տարի եկամուտ են ստացել։ Այսպես բան չի եղել։
երբեք չի եղել ու տնտեսության զարգացման ինչ-որ ձևի թռիչքներ չի եղել 10 անգամ Պարոն Կամենդացյան, ներսում մի հատ կարևոր հարց կա։ Անցած տարի էր այդ էկոնոմիկայի նախարարն էր հայտնագործություն էր արել, որ մեր պետական պարտքը բաղկացած է ներքին եւ արտաքին պարտքերից, եւ արտաքին այսքան է, ներքին այսքան է, հիմա ոչ թե թվային տրամաբանության, այլ այդ պետական ներքին պարտքը որտեղից է գոյանում։ Այս պետությանը ով է այդ պարտքերը տալի։ Ներքին պարտքը գոյանում է պետության թողարկած կարճաժամկետ գանձապետական պարտատոմսերի վաճառքից պետությունը ոնց որ պարտք է վաճառում եւ այդ պարտքի գնման process-ը դա թողարկման տենդերն է, թողարկման ոնց ասած սակարկելու process-ը ֆինանսական կառույցները, քաղաքացիները այդ ֆինանսական կառույցների մեջ առավելապես բանկերը գնում են պետական պարտատոմսերը մետանենք $100 միլիոն, չէ՞։ Եվ պետությունը նրանց պարտավորում է գոնե վերջին տվյալներով, վերջի երամսակների մոտավորապես 11-12% պարտք։ Դա խայտարակ թիվ է։ Այսինքն պետությունը բանկերին է պարտք, ճիշտ է՞։ Այո, բանկերը ֆինանսավորում են պետությանը, ես էլ, դուք էլ, հարգելի պարոն Սավգուլը, կարող են գնալ, այդտեղ մասնակցել կամ գանձապետական պահառու կա բանկերում, ֆինանսների նախարարության ենթակա են, էլի դրանք։ Կարող են գնալ մասնակցել, այդ պետությանը 11%-ով, 12%-ով, 13%-ով պարտել։ Ես ձեզ ասեմ, դա միգուցե նոմինալ կերպով այս նորմալ գործարք է, բայց հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ֆինանսական բորսաներում ձեռք բերել 4-5%-ով պարտք։ Դուք տարբերությունը պատկերացնում եք ինչ է։ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է այդ 100 միլիոնը մեր ենթադրած, որի մասին մենք հիմա զրուցում ենք, էլի, ճիշտ է, մեր մոտ չկա հիմա դա, բայց այս գումարը կարող է տեղադրել եվրոպական պարտատոմսերի մեջ եւ դրա համար 5% վճարել։ Մենք վճարում ենք 12%։ Հիմա բնականաբար պետք է Լենինյան հարցը տանք, ում է սա ձեռնատու։ Բանկերին։ Ում սա ձեռնատու չէ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ում սա ձեռնատու չէ Հայաստանի Հանրապետության բնակիչներ պարոն Սավգուլյանին, պարոն Կամենդացյանին, որովհետև այս տոկոսները, այդ որ ասում ենք բարձր, այս տոկոսները չեն կորում։ Այս տոկոսները վճարվելու են մեր պետական բյուջե վճարած հարկերից։ Այս խաբեբաները մի հատ շղթա են ստեղծել, բանկին ի՞նչ է պետք։ Առանց որևիցե անհանգստության, չէ, առանց որևէ անհանգստության, պետության առնում է, չէ, պետության պարտքը առնում է, պետությունն էլ սրանց տալիս է, բանկը ոտին գցած այս գումարները գանձում է։ Պետությունը, որպեսզի այս պարտքերը իրեն ժամանակ երբ որ գալիս է, որ պետք է մարվեն, եթե նույնիսկ չունի, ուրիշից պարտք վերցնել, 12, 13, կարող 15-20%-ով էլ վերցնի, որ այս պարտավորությունը կատարի, բայց կա մի կարևոր բան, կա շատ կարևոր բան։ Բանկային համակարգից մարդիկ կան, ովքեր 18 թվականից գնացել են, այսպես ասած, կառավարություն աշխատելու, եւ ինչ են նրանք կատարում։ Նրանք ընդհանրապես կատարում են հետեւյալը. այդ տենդերների միգուցե նույնիսկ նպատակը հարմարել չէին։ Այդ տենդերներով այդ պարտատոմսերը բաշխում են եւ ամենակարևորը պետական արտարժութային միջոցներ օգտագործում են, որպեսզի ինչ անեն, որպեսզի դրամը արժևորեն։ Այսինքն 100 միլիոն դրամ ենթադրենք ունեցող բանկը, որը պետությանն է տվել, չէ, պարտք։ Դա տալու պահին ենթադրենք $250,000 էր, իսկ որ դրամը արժևորում է եւ դոլարի գինը Հայաստանում ընկնում է, վերադարձի պահին այս բանկը ինչ է անում, վերադարձի պահին ինքը արդեն ստանում է դրամ, որը արդեն ոչ թե $250,000 է, այդ $280,000 է։ Պարոն Կամենդացյան, ստացվում է այս շղթայում քաղաքացիների մի մասը, որոնք որոշակիորեն պայմանական ասած միջինից բարձր են եւ կարողանում են ավանդներ ունենալ բանկում,
Բանկը այդ ավանդները օգտագործում է տարբեր նպատակներով, թե պետությանը փաստացի փոխառություն տալով կամ նույն քաղաքացիներին, ոչ թե նույն, այլ քաղաքացիներին վարկեր տրամադրելով աստղաբաշխական տոկոսներով եւ այս ընդհանուր շղթայում քաղաքացի, բանկեր, պետություն, եթե վերցնենք, չնայած ինձ թվում ավելի բարդ է այդ համակարգը, այս համակարգը վերցնենք, այստեղ կոնկրետ բացակայում է այդ սոցիալական արդարության գաղափարը, որովհետեւ եթե գոնե վարկային քաղաքականությունը մեղմ լիներ ավելի եւ մարդիկ թեկուզ իրենց բիզնեսները դնելուց վարկ են վերցնում, տան կահավորման համար են վարկ, հազար ու մի նպատակներով վերցնում, Մարդիկ վարկային ասեղի վրա արդեն նստած։ բայց այս ավելի շատ են տարական, առողջապահական եւ այլ խնդիրները լուծելու սոցիալական, նույնիսկ հանապազօրյա հացի, ընդհանուր ենթադրենք հարսանիքի եւ այլ հարցեր, որը փաստացի իրենց եկամուտ չի բերում, այսինքն այդ ներդրումը անում են։ Հիմա կարող եմ այս լսողների մի մասն էլ ասեմ, որ եթե այդ հնարավորությունը չունեն, ինչու են անում, հա? Ինչի պիտի մարդը վերանորոգի տունը, եթե չունի այդ հնարավորությունը, ինչի պետք է մարդը ընդհանրապես հարսանիք անի, ինչի իրան պետք է ինչ-որ վիրահատություն, դա այսինքն բաներ կան եւ կյանքի ու անվտանգությանն է, չէ՞ վերաբերում։ Հենց չի որ այս համընդհանուր առողջության որ համընդհանուր էլ դրել են, դա համընդհանուր բոլորին վերաբերում է։ Դեռևս վերաբերվում է նաեւ հիմնականում տարեցներին, բայց չշեղվեմ, կոնկրետ ինչ քայլեր պետքա ձեռնարկի նոր իշխանությունը, եթե շահագրգիռ է նաև այս ոլորտում ռեֆորմ անելու, որ կարողանա մեղմել վարկային քաղաքականությունը, չցնցելով նաև ընդհանուր դաշտին։ Մենք չենք ասում բանկերից բանը ինչ միջոցներ կա, կոպիտ ասած, խլեք եւ տվեք ժողովրդին, էլի, այս Ռոբին Հուդյան բանաձևը այս պարագայում չի աշխատում, բայց դուք նաև նշեցիք, չէ, Եվրոպայում մոտարպես 2.5 անգամվա տարբերություն կա նույն պարտատոմսերի այդ խաղի մեջ։ Եվ այս առումով մենք նաև տեսնում ենք, որ կա իրականում ինչ որ անտեսանելի սև ձեռք, որը միտումնավոր այնպիսի մեխանիզմ է ներդրել կամ ինչ որ խմբակ, որը լիարժեք կերպով պաշտպանվում է եւ կենտրոնական բանկի եւ իշխանությունների կողմից։ Եվ այստեղ մենք կարող ենք հաստատապես ինձ թվում է պնդում անել, որ նույն բանկային համակարգը շահագրգիռ է երկրում կայունության, պայմանական կայունության եւ այս իշխանության վերարտադրման, ոչ այդքան քաղաքական ակցենտ չեմ ուզում դնել վերարտադրման, այլ կայունության, որպեսզի ինքը կարողանա իշխանության հետ հստակ համագործակցի եւ իրանց process-ը անխաթար լինի։ Անխաթար լինի նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության շարունակական թալանը, որը իրենք կազմակերպում։ Այս շարունակական թալանը պատկերացեք միայն վարկերով չէ։ Եթե 2018-19 թվականներին բանկերում հաշիվ բացելը 2-3 հազար էր ընդամենը արժերում, հիմա բանկեր կան 10-20 հազար դրամ։ Բաթը ռուսները եկել են, այդ ջանդամիթը չեն եկել։ Այդ ռուսները գալու պատկերավոր ասած, այդ կլավիշները սխմել են, թադրենք, որովհետեւ բան կազմելը, մի հազագիր կազմելը դժվարացել է։ Ներողություն եմ, դու կարճ մի հատ ռեպլիկ։ Բա որ ռուսները եկել են 20,000 են սարքե։ Կարող է վաղը ադրբեջանցիներն էլ գան 50,000 սարքեն։ Ու դատելով ներկայ իշխանությունների ընդհանրապես որդը գրած քաղաքականությունից եւ ոչ միայն բանկային ոլորտում, կարող է միգուցե 20,000 դրամ չնեն, բայց դենե թադենք 30 մանատ ադրբեջանական։ Այո, հնարավոր։ Հիմա ենթադրենք ադրբեջանցիներ եկան, այդ թադենք Սյունիքի այդ փոքր գյուղերում սեցի բնակվել։ Մարդիկ հարց են բարձրացնելու, մենք ուզում ենք փոխանցումներ կատարենք Ադրբեջան, այնտեղից ստանանք այս մարդկանց ֆինանսական հնարավորությունները եւ նրանց ֆինանսական ցանկությունները, ֆինանսական գործարքներ իրականացնելու ձգտումը պետությունը պետք է ապահովի։ Բնականաբար կհայտվեն այն խամաճիկ սրիկաները, որոնք արդեն ցեցին իրենց բներից դուրս գալ։ Զանազան այդ տարբեր դուք գիտեք ագենտներ ասենք անցնենք առաջ ինոստրաննի ագենտները ինոստրաննի տերմին կա այո այդ ինոստրաննի ագենտները Վրաստանից, Հայաստանից, տոյեսին որտեղից, Իսրայելից
արդեն սկսեցին նկատած կլնեկես վերջի Այո, օրերին այո։ խոսում են ինչ որ նորից հայտվեցին կուրս են ծեցում իրենց փետուրներ ունեն գլխներին այդ դրանք են դատապետում էս ամբողջը վկայում է որ մենք գործ ունենք կազմակերպված հակահայ ոչ թե խմբակի հետ մի բանակի հետ Հիմա պարոն Սավգուլյան, հետանենք մենք որևիցե պաշտոնյայի վերաբերյալ մի ինֆորմացիա ունենանք, ենթադրենք, այսպես ասած սկանդալային չասեմ, բայց բավական հետաքրքրաշարժ կա, մի կարծիք հայտնենք նրան, ենթադրենք աշխատելավ ոճի կամ ենթադրենք արտաբերած խոսքերի հետ կապված, մի անգամից վարկյանների ընթացքում միանում է ինչ-որ մի սև բանակ, այդ ֆեյքերի Այս սև բանակը Այ նկատի ունեք համացանցային Այո, տիրույթում, համացանցային տիրույթում բարձրացնում են կարևորագույն հասարակական քաղաքական նշանակություն մի անգամից հայտնում են դրանք ծաղկային ծաղկփնջային ինչ-որ այսպես կոմպոզիցիայով իրանց էջերով կրկնվողն ռոման, ենթադրենք Լեյլա, Իսկ գիտեք, Մարի նաև ինչ բանը փորձ են կիրառել Հիմա առաջ այդ տարօրինակ այդ ժուրնալի նկարներն էին դնում աղջիկների կամար, հիմա երեխաների նկարներ են դնում։ Սերիկայության գագաթնակետը։ Երեխաների նկարներն բնականաբար ոչ իրանց երեխաների, հայ երեխաների նկարներ են դնում։ Երբ որ դու փորձում ես արձագանքես մտնես այդ էջ, տեսնում ես երեխայի նկարը։ Եվ անգամ նույնիսկ եթե հայոյանք են գրել կամ վիրավորանք են գրել, դու ոնց որ քեզ թույլ չտաս ում հասցեին էլի դա արձագանքես, բայց դա նաև այլ թեմա է, հետաքրքիր է որ իրենք ընդհանրապես դրա հետ իրենք չեն կապում եւ արտարադատության նախարարությունը նաեւ քայլեր է ձեռնարկում քայլեր այո քրեականացնեն հայհոյանքը նույնիսկ համացանցային տիրույթում բայց նույն նաեւ ներքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկին հարց են տալի բա ինչպես պետք է այդ իդենտիֆիկացիայի process-ը որտեղն է իմանա ասում է գիտեք ինչ շատ բարդ այսինքն դուք շատ բարդ այո շատ բարդ եթե դուք պիլոտ չեք արել թե ինչի դեմեք օրենք նախագիծ ինչի եք բերել նախագիծ ինչի ով է երկնել այդ նախագիծը երկունքի ինչպեսի ցավեր ունեն միջև հիմա դրանք լավ այդ երկունքի դրանց ցավերը թողեք անդրադառնանք մեր բանկային համակարգի մենք ինչ ենք առաջարկում բանկերը բնականաբար որպես հարուստ կարելի ասել կլիենտներ ամենտեղ իրենց լոբինգ ունեն դա լինի ընդհանրենք Ճապոնիայում Սինգապուրում Միացյալ Նահանգներում այն մնացած են մանր մունիր երկրներն չեմ ասում ֆինանսական իմաստով իրենք լոբինգ ունեն իշխանության մեջ իրենք միշտ ունեն իրենց մարդիկ միշտ ունեն մարդկանց խմբեր ովքեր ոչ թե կուրս են ծեցում կոկորտ են պատռում նրանք համբերատար աշխատում են եւ այն պահին երբ թվում ոչ մի բան չի քննարկում մի ցածարժեք մի ոչ կարևոր թեմա է քննարկվում ֆինանսական, երբ որ ազգային ժողովում դահլիճում մարդ էլ չի լինում, չէ՞։ Մեկը բերում սեղսնում են դա անցկացնում են, այս սեղսրածի արդյունքում մեկը մի հատ նոր քյալակ եկավ ժողովրդի գլխին։ Հիմա, բայց բանկերը պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն։ Նայեք, հայ քաղաքացին ամուսնացավ, ճիշտ է։ Այո։ Ունեցավ երեխային կրթեց, մեծացրեց, հիվանդություններից փրկեց, անցկացեց, հասում մարսարկեց, ուղարկեց բանակ։ Այդ երիտասարդը բանակում ի՞նչն է պաշտպանում։ Մեր էթնոսն է պաշտպանում, մեր տարածքն է պաշտպանում, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանում եւ դրսի եւ ներսի թշնամիներից, եւ ամենակարևորը մեր տնտեսական գործունեությունն է պաշտպանում, տնտեսական մեր ազատությունները առանց այդ պաշտպանության զրո կլինեն։ Մարդը գնում են, փաստորեն ծախսը կատարում են, երիտասարդը տալիս են բանակին գնում ծառամը, որ բանկերը ստեղ թալան է ժողովրդի եւ սոցիալական պատասխանատվություն ընդհանրապես չունեն։ Ամենդայցեն, ես նաեւ խոսեցիք սոցիալական պատասխանատվության մասին, շատ կարևոր հանգամանք, որը թե ուղղակի եւ թե անուղղակի կապվում է նաեւ հենց այդ բանկերի սոցիալական պատասխանատվության հետ։ Նայեք հանցագործությունների աճը, ինքնասպանությունները եւ կենցաղային հողի վրա ամուսնալուծությունները շատ դեպքերում նաեւ պայմանավորված են նյութական հանգամանքով։ Եթե մենք խորքային վերլուծություն ունենանք, ապա կտեսնենք, որ այս վարկային քաղաքականությունը պատճառ է դառնում
բազմաթիվ կոնֆլիկտների եւ միևնույն ժամանակ ոչ միայն սոցիալական իմաստով ավելի է խորացնում այդ պայմանական եմ ասում, դա պայմանական չէ, դասային բևեռվածությունը, հա, աղքատների եւ հարուստների միջեւ, այլև կոնկրետ բազմաթիվ ընտանիքներ է քայքայում եւ մարդկանց ճակատագրերի հետ է խաղում։ Եվ այս բանկային քաղաքականության հետ անմիջականորեն նաեւ կապվում է այդ խաղային, խաղամոլային այդ այսպես ասած երևույթը եւ ես այս վերջերս արդեն Հայաստանի Հանրապետության հնայի մակարդակի խաղադրույքների ծավալը։ Այս վերջերս նայեցի 8-9 տրիլիոն, ընդ որում դա բուրգի ոնց մի մասն է։ Եվ հետազոտության դեպքում, անաչառ հետազոտության դեպքում այդ թիվը ավելի մեծ է լինել։ Պարոն Կամենդացյան, զուտ վիճակագրական 4 վիճակագրություն տվյալ 2024 թվականին խաղադրույքները Հայաստանի Հանրապետությունում եղել են 18.5 միլիարդ դոլար, 25 թվականին հասել են 20.5 միլիարդ դոլարի ու գնալով աճում է։ Եվ այս թեման շատ հետաքրքիր է, մենք պայմանավորվենք, որ այս բանկային քաղաքականություն, սոցիալական պատասխանատվություն եւ նաեւ այդ խաղերը, որոնք այդ խաղամոլությունը, որը նաեւ քայքայում է մեր հասարակությունը ներսից, այս հացրին անպայման կանդրադառնանք։ Բայց ես մի բան ասեմ, պարոն Սավգուլյան, նայեք, մենք շատերից տարբերում ենք նրանով, մեր այս սոցիալական դույի հետ հաղորդումը, որ մենք առաջարկներն էլ ենք անում, մենք դեղատոմսեր ենք տալիս, եւ դեղատոմսերը ոչ թե պարզապես բարի բժշկի, այլ միգուցե նաեւ վիրաբուժի, այսպես ասած, ծառայություններ որոշակի ընդհանուր առաջարկություն ենք տալիս։ Հիմա դրա հետ կապված ինչ պետք է մենք սոցիալական պատասխանատվություն։ Ներողություն, անցած անգամ մենք առաջարկություն արել ենք հստակ էս առումով։ Նու պատասխան դեռ չի եկել, ես տեղակ եմ։ Իհարկե, պատասխանը բնականաբար չի եկել, եւ ես կարծում եմ նաեւ այստեղ ոչ միայն IQ-ի հարցն է այդ մեր հարցադրմանը, այդ լոբինգի հարցն է։ Պատասխան, այո, եւ լոբինգն է, եւ ես կարծում եմ այս մասով մենք ավելի լավ է ինքներս դեղատոմսը մշակենք, նախագիծ ունենանք եւ գալիք խորհրդարանին ներկայացնենք, որպեսզի օրենսդրական մակարդակում մենք ամրագրենք բանկերի սոցիալական պատասխանատվությունը եւ այս գործը թեկուզ եւ շատերի համար կարող է թվալ անշնորհակալ, բայց կարծում եմ խոսքը վերին, այսպես ասած, էշելոնների մասին է, բայց ես կարծում եմ որ կաբինետում բանը հեծանիվ է քշում, չէ՞։ Այո, բայց եվրոյանից։ Այո, բայց կարծում եմ, որ մեր հասարակությունը շնորհակալ է լինելու, թեկուզ եւ անդրադարձը անմիջականորեն կայծակնային արագությամբ չի զգալու, բայց գալիք 5 տարում հաստատ զգալու է։ Նայեք, ձեր դրիվ համաձայն եմ, բայց մենք պետք է մարդկանց բացատրենք գոնե 1-2 բան։ Սոցիալական պատասխանատվություն ասելով մենք նկատի ունենք բանկերի արհեստական գերշահույթի, այսպես ասած, չեզոքացում։ Այդ գումարը պետք է գնա պետական բյուջե։ Մենք նոր հարկատեսակ պետք է մտցնենք, որը ռեալ մի քանի չափորոշիչներով պետք է տեղորոշվի, եւ եթե բանկը իր կանոնադրական կապիտալից, չէ, բանկը երբ որ սկսում է, հիմա 30 միլիարդ դրամի կարգի է, մոտավորապես 71 այսպես միլիոն ամերիկյան դոլար։ Բայց այնպես է չի, որ դուք ունենաք կարակ հենց հիմա բակ բացեք։ Այո, հիմա նայեք, եթե կանոնադրական կապիտալից բարձր շեղումով շահույթ է գրանցվել արտաքին գործոններով պայմանավորված, ընդհանրապես ռուս-ուկրաինական բախումներ, ամերիկյան ներդրենք պարսկական բախումն, կամ որևիցե մի այլ բան։ Երբ այսպես ասած մենք տեսնելու ենք, որ կա արհեստական գերշահույթ, այդ արհեստական գերշահույթը պետք է կտրվի, բանկին թողվի ինչ-որ մի մաս, մեծ մասը մոտավորապես 80%-ը, ես կարծում պետք է գնա պետական բյուջե, եւ պետական բյուջեում, եթե այդ բարենպաստ տարիներն այդպես լինեն, պետական բյուջեից այս գումարը պետք է ծախսվի թոշակառուների կարիքների վրա։ Ինչի՞ չէ։ Այո։ Ես կարծում եմ, որ մեր այս սուր հարցերի մենք էլի անդրադարձ կունենանք։ Շնորհակալություն, պարոն Կամենդացյան։ Ահա, պարոն Սավգոյան։ Բավականին
արդյունավետ զրույց ունեցանք այսօր։ Հաջողություն ձեզ։ Ստես